ոչ միայն Ադրբեջանում, այլ արտաքին աշխարհում կարող է հարց ծագել։ Մի րոպե Հայաստանի Հանրապետությունում 500,000 քաղաքացի կա, որ մտածում է, որ պետքա ծովից ծով Հայաստանը գնալ վերցնել, կամ պետքա Ղարաբաղը հետ բերել, կամ պետքա գնալ Ղարաբաղ, կամ պետքա վերանայել խաղաղության համաձայնագիրը։ Այս ընտրություններում արտաքին միջամտության մակարդակը աննախադեպ էր։ Դրանք վերածվել էին ակնհայտ աշխարհաքաղաքական պայքարի եւ մենք ոչ միայն կառավարություն ենք ընտրում, այլև ըստ էության ձևավորում ենք Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը։ Սա զգալիորեն խառնեց քաղաքական գործընթացները, իսկ Փաշինյանը կարողացավ դրանից հմտորեն օգտվել, ոռոգելով հակառուսականության առանց այդ էլ պարարտ հողը Հայաստանում։ Եվ իրականում ի թիվս բազմաթիվ այլ ուժային կենտրոնների, նաև Կրեմլի կամակատարը լինելով, կարողացավ հայ ժողովրդի մի հատվածի վրա դարձյալ վաճառել հակառուսականության մաշված եւ էժան ապրանքը։ Ռուսաստանի կողմից ընտրություններին նախորդող շաբաթվա ընթացքում իրականացված մի շարք գործողություններ, օրինակ ծաղիկների եւ որոշ մրգերի արտահանման արգելափակումը, փաստացի ուղիղ աջակցություն էին Նիկոլ Փաշինյանին։ Դրանցից շահեց միայն Փաշինյանը, որը կարողացավ հատկապես Երևանում դարձյալ գեներացնել հակառուսական տրամադրություններ եւ դրանց միջոցով կոնսոլիդացնել իր ընտրազանգվածը։ Բավականին պարադոքսալ էր, որ Երևանի ամենաընդդիմադիր վարչական շրջաններում, Արաբկիրում եւ Կենտրոնում Փաշինյանն ավելի շատ ձայն հավաքեց, քան 2021 թվականի ընտրություններում, ինչն առաջին հայացքից տրամաբանական չի թվում, քանի որ երկրի մնացած հատվածներում նա ավելի քիչ աջակցություն ստացավ։ Կան բազմաթիվ քաղաքներ, որտեղ Փաշինյանը պարտվել է հավաքական ընդդիմությանը՝ Ստեփանավան, Կապան, Էջմիածին, Գորիս, Ալավերդի, Վանաձոր եւ այլ համայնքներ։ Իհարկե, Կենտրոնում եւ Արաբկիրում նույնպես նա հաղթանակ չի տարել, սակայն այնտեղ հավաքել է մի քանի տոկոսային կետով ավելի շատ ձայներ, քան 2021 թվականին։ Դա դժվար է բացատրել, եթե հաշվի չառնենք, որ քաղաքացիների մի մասը, որպես բողոքի դրսևորում Ռուսաստանի գործողությունների դեմ, իր ձայնը հավանաբար տվել է Փաշինյանին։ Ցանկալի կլիներ, որ Ռուսաստանը ընդհանրապես նման սանկցիաներ չկիրառեր, որովհետև դրանք հակառակ արդյունքն ունեցան։ Իրականում դա միջամտություն էր մեր ներքին գործընթացներին, սակայն նման միջամտություններ եղել են նաև Միացյալ Նահանգների, Եվրամիության, հատկապես Ֆրանսիայի եւ իհարկե Թուրքիայի կողմից։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե արտաքին անվտանգային մարտահրավերները չեզոքացված են եւ միակ սպառնալիքը երկրի ներսում է իդեմս ընդդիմության։ Նա բացահայտորեն հայտարարում է, որ պատրաստվում է ջարդել, ոչնչացնել, տրորել քաղաքական հակառակորդներին։ Ստացվում է, որ երկրի վարչապետն իրեն պահում է ոչ թե որպես ամբողջ ժողովրդի, այլ միայն հասարակության մի հատվածի ղեկավար։ Իր ընտրողներն էլ, այսինքն այդքան ուրախ չեն իրենց ընտրության համար։ Հետևաբար ոչ մի բան չի ավարտվել, ծանր կայության առջև են, բայց բոլոր խնդիրները լուծվող է, պետքա պարզ խոսենք, պարզ խնդիրները գույքագրենք եւ գնանք մեր պայքարը շարունակելու ճանապարհով։ Մնացածը հանձնվել է, հաշտվել է, համակերպվել է, որը տանելու է մեզ կործանման։ Մի կարևոր բան էլ է ունեցել, որ չես կարա, ինքը ինչի է գժված, ինքը ինչի իր տեղը չի գտնում։ 550,000 մարդ այն ուժերին, ով ինքը ասում էր մերժված եք, եռագլուխ դև եք, չգիտեմ ինչ եք, փաստացի քվեարկել է։ Եվ ինքը լավ գիտի, որ ի տարբերություն իր քվեի, սա որակով քվե է, սա մաքուր քվե է։ Ասֆալտին փռելու, պատերին ծեփելու եւ նմանատիպ արտահայտությունները վաղուց դարձել են Փաշինյանի քաղաքական ոճի մաս։ Նա փորձում է ցանկալին ներկայացնել որպես իրականություն, բայց հարցն այն է, թե ինչու է նա այսօր այդքան ագրեսիվ խոսում։ Թերևս փորձում է քողարկել իր գլխավոր ձախողումը։ Փաշինյանը ոչ միայն չկարողացավ ստանալ սահմանադրական մեծամասնություն, այլև չկարողացավ ապահովել նույնիսկ ընտրողների 50%-ի աջակցությունը, այն պայմաններում, երբ կիրառվել էին աննախադեպ ճնշումներ։ Հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել կամ ենթարկվել քրեական հետապնդման, եւ իրավապահ համակարգը աննախադեպ ինտենսիվությամբ ներգրավված էր քաղաքական գործընթացներում։ Չնայած այդ ամենին, Փաշինյանը չկարողացավ հասնել իր հիմնական նպատակին՝ վերականգնել եւ վերահաստատել սեփական լեգիտիմությունը։ Հիշենք, որ 2021 թվականին նա ստացել էր 53.9% աջակցություն, մինչդեռ այժմ 49.7%։ Այսինքն արձանագրվել է առնվազն 4%-ային կետի անկում։ Միաժամանակ ընդդիմությունը ավելի կազմակերպված եւ ավելի ուժեղ արդյունք է ցույց տվել, քան նախորդ ընտրություններում։ Փաշինյանը հասկանում է նաեւ, որ չի կարող սահմանադրական ճանապարհով իրականացնել այն փոփոխությունները, որոնց մասին բազմիցս խոսել է, այդ թվում սահմանադրության փոփոխության հարցում։ Տեսականորեն նա կարող է փորձել շրջանցել գործող սահմանադրական ընթացակարգերը, սակայն դա չի ապահովի լեգիտիմ արդյունք։ Ի վերջո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար կարևոր է ոչ թե պարզապես որևէ որոշման ընդունումը, այլ դրա լեգիտիմությունը։ Միայն այդ դեպքում նման որոշումները կարող են երկարաժամկետ քաղաքական արժեք ունենալ։ Ակնհայտ է, որ 8 տարի առաջվա, այսպես ասած, ժողովրդական Փաշինյանից այլևս ոչինչ չի մնացել։
Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում կրած շարունակական պարտություններից հետո նրա վարքագիծը տիպիկ կլիենտի, կամակատարի վարքագիծ է, եւ նա բնականաբար չունի բավականաչափ քաղաքական կամք Անկարային եւ Բաքվին հակադրվելու համար։ Արդյունքում Փաշինյանի հիմնական քաղաքական պայքարը տեղափոխվել է երկրի ներս ընդդիմադիր եւ ազգային ուժերի դեմ։ Այսօր նրա ջանքերն ուղղված են այն բոլոր քաղաքական ազգային ուժերի դեմ, որոնք դեմ են Հայաստանի կապիտուլյացիային եւ փորձում են փրկել երկրի պետականությունը, ինքնիշխանությունը եւ ազգային իդեալները։ Փաշինյանի այս փորձերը ի դերև են ելնելու, նա տապալվելու է։ Պայքարը շարունակվում է։